Հազար 23 թվականից եմ սկսել 3-9 միլիարդ արժի եղել, անցած տարի 16 կիլոմետր ենք արել, ընդհանուր ճանապարհը բարձրացնել։ Այստեղ հիմա այս կետը կարևոր է նրանով, որ եկանք հասանք Հախոմի կամրջի։ Նախորդ թիվ շինարարության փուլում մենք եկել ենք այստեղ, եւ ես խնդիր եմ առաջադրել, որպեսզի մենք Հախոմի պատմական կամրջի տեսանելիությունը մեծացնենք եւ նաեւ պատմամշակութային հուշարձանը խնայենք եւ ստեղծենք նոր կամուրջ մետաղյա եւ որը միևնույն ժամանակ նաեւ դիտահրապարակ կլինի Հախոմի կամուրջի համար։ Հիմա ես տեսնում եմ, որ այդ խնդիրը ճշգրիտ լուծված է, որովհետեւ մարդիկ կարող են գալ այստեղ երթևեկելու գոտուց դուրս պատշգամբի նման հատված կա կամրջի վրա, կարող են գալ եւ Տիկին Անդրեասյան, հիմա եկեք պատմեք թե կամրջի հետ ինչ ենք անում մենք։ Հիմա վերականգնման աշխատանքներ ենք սկսում, չէ՞։ Նախագիծը ավարտել ենք, համալիր փորձաքննություն անցել է, առաջիկա շրջանում կընտրվի կապալառում եւ կսկսենք աշխատանքը, դրա մեջ ներառված է ամբողջական վերականգնումը, լուսավորությունը այդ կամրջի եւ հրաշալի զբոսաշրջային վայր դառնա, կարծում եմ շատ պետք է այս բան անենք, էլի հնարավորինս ծառերը էտենք, այս կողքերը ծառատնկում անենք, կամուրջը պետք է ազատել։ Տեսարանը պետք է բաց լինի, բայց կամուրջի կողքերը, որ ընդհանրապես բնապահպանական տեսակետից հանքել, խնդիր չունենան եւ ամբողջ պատմամշակութային հուշարձանը պետք է պահպանել եւ պետք է գրավիտացիոն կենտրոն դառնա, որ մարդկանց վերի էստեղ, տիկին նախարարը ասեց, որ նախագծման աշխատանքները ավարտվել են եւ մենք առաջիկայում իրան կբերենք ամբողջական լիարժեք տեսքի, նաեւ լուսավորություն կտեղադրվի, որ 24 ժամ լուսավորությամբ հասանելի լինի զբոսաշրջիկների համար եւ այդ համոզված եմ կամուրջը նաեւ մեծ հոսքեր կբերի բերդ խոշորացված համար։ Իհարկե բերդ խոշորացված համայնքում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ կան, սկսած այդ բերդից, ցլի կամրամի բերդից, վերջացրած վարագավանքով, խորանաշատով եւ այլն, այսինքն շատ հարուստ է, բայց իհարկե բոլոր հուշարձանները պետք է պահպանենք։ Մենք հիմա շտաբ որոշեցինք այս մի կամուրջը դնենք, որպեսզի ընդհանրապես ազատենք պատմամշակութային հուշարձանը ծառաբեռնվածությունից ազատենք։ Հիմա այս երթևեկության այսօրվա հոսքերին այս կամուրջը կսպասարկի, հետո մենք պետք է արգելափակիչներ դնենք, որ միայն հետիոտն է կարողանա Հախոմի կամուրջը։ Հա, հեծանիվով են կարող, կամուրջը ակնհայտորեն արդեն վաղուց ժամանակն է վերականգնվել։ Իրան կբերենք ամենա ընդունելի տեսքի։ Գրակցությունը միանշանակ, նախ մարդիկ չգիտեն այս կամրջի մասին։ Հիմա եթերներով եւ այլն որ իմանալ, հետո որ վերականգնենք մեծ բացում կանենք։ Ճանապարհների շնորհիվ արդեն հոսքից շատ ամա կաշկտանա համայնքը։ 80 տարի երաշխիքային ժամկետ։ Այս կամուրջները հոյակապ են, ահավոր ինչ դուր է գալիս, հեսա գնալ ենք աշտարակներ նայենք։ Այնտեղ էլ ամբողջական պատրաստ, սրա երկարությունը 35 մետր։ Մի քանի խոշոր ծրագրեր եմ ձեզ ներկայացնեմ։ Ենոքավան Ջուջևան ճանապարհահատվածը շրջված։ Ենոքավան Իջևանը երբ ավարտեցինք 25-ի, դե 24-ը։ Սա Ենոքավան Ջուջևանն է։ Ենոքավան Ջուջևան։ Շինարարում ենք առաջիկայում շինարարական աշխատանքները կմեկնարկենք։ Առաջիկը տորը քանի կիլոմետր է սարք։ Վարչապետ, ընդհանուր սարքային մի նախագծով է, ինչքան կառավարական ծրագիրը կառավարելի կլինի։ Հնարավոր է մենք հողային աշխատանք։ Այս դարակազմիկ մի նախագիծ է, որը հետագայում մենք պետք է գնանք աթան կպնենք աթանը։ Ձեր հանձնարարության պարոն վարչապետ, արդեն նախագծման փուլում է սրա։ Այս ճանապարհահատվածը մոտ 2 կիլոմետր ճանապարհահատված կունենանք։ Այգեովի Ղազաշեն Պառավաքար ճանապարհահատվածը շուրջ 22 կիլոմետր, առաջիկա օրերին պլանավորվում է, որպեսզի շինարարության լուծում Հոյակապ։